Շնորհակալություն, պարոն Գալստյան։ Կարելի է ենթադրել, որ այդ գնաճային ռիսկերը, հենց ինչպես նշեցիք, հիմնականում առաջարկի կողմից են գալիս։ Մյուս կողմից էլ մենք ունենք պահանջարկի բացառ պահանջարկի գնաճային ռիսկեր, ինչի մասին եւս նշել եք հաղորդագրությունում։ Պահանջարկի նվազումը ինչ ոլորտների վրա կարող է ազդել եւ արդյոք ինչ որ եթե երկարաժամկետ ինչ-որ միտումներ ցուցաբերի կոնֆլիկտային իրավիճակը արդյոք կարող է ազդել նաեւ ինչ որ երկարաժամկետ ֆակտորներ ունեցող ոլորտների վրա, օրինակ անշարժ գների եւ հիպոթեկային վարկարունների վճարանակության վրա։ Մենք այս պայդրությամբ այդ ռիսկերը չենք տեսնում, այսինքն ես որ ասեմ, որ մենք այդ ռիսկերի իրագործումը արդեն ռեալ կյանքում նկատում ենք, չէ, որովհետև վերջին շաբաթվա ընթացքում օրինակ հիպոթեկային վարկավորման նվազում չկա, այսինքն շարունակում է բնականon ընթացքով տեղի ունենալ։ Անշարժ գույքի շուկայի գների վերաբերյալ մենք տարբեր ազդակներ ենք ստանում, ըստ էության ազդակների մեծ մասը վերաբերում է նրան, որ վերջին շաբաթների ընթացքում հակառակը որոշակի ակտիվացում նկատվել է շուկայում, այսինքն գործարքների իրականացում մարդիկ հետաքրքրված են ինչ-որ բաներ են առնում, սա միգուցե կապված է Իրանում զարգացումների հետ, բայց չի ուզի տենց միանշանակ լինել, որովհետև ազդակները հələ որ անեկդոտալ են, այսինքն թվային արտացոլումը դրանց չենք տեսել։ Ինչ վերաբերում է պոտենցիալ վտանգներին, որ կոնֆլիկտը ժամանակի մեջ ձգվի ու գնանք մենք ամենավատ սցենարով, հա, ենթադրենք Իրանում ինչ որ զարգացումներ, որոնք ինչ որ սիրիական սցենար են մեզ նկարագրելու, բնականաբար այդ սցենարները կարող են շատ վատ ազդեցություն ունենալ մեզ վրա եւ հարևան երկրների վրա, բայց այս պայդրությամբ դրանց մատերիալիզացիայի հիմքերը չկան։ Պիտի հետևենք, տեսնենք ինչ զարգացումներ են լինելու եւ ընթացքում, եթե հանկարծ պետք լինի, մենք անպայմանորեն կմիջամտենք այն ձևով, որը անհրաժեշտ է մեզ հեռու պահելու այդ վատ սցենարներից մեր տնտեսությունը։ Եվ որպես լրացում առողջապահության բյուջետային ծախսերը դուք նշեցիք, բայց երևի ոչ առանցյալ Իրանի հետ կապված ռիսկերից, այլ ուղղակի որպես պահանջարկի կտոր, հա, ճիշտ։ Հա, մենք տեսնում ենք, որ ավելին մենք չէ գործընկերները, ովքեր որ գնաճը հաշվում են, այդտեղ ըստ էության իրանք վերջին 2 ամսվա ընթացքում 3% առողջապահության ծառայությունների գնաճ են դրել։ Ու բնականաբար տեսակարար կշիռ է ծառայությունների, եթե չեմ սխալվում 10% է մեր զամբյուղում, ուստի 0.3% այդ 4.3-ից պայմանավորված է առողջապահության ոլորտում տեղի ունեցող գնաճի հետ։ Դա ո՞ր դեպքում, թե արդեն փաստացի։ Հունվար-փետրվարի ընթացքում 2 ամսվա կտրվածքով։ Հա 2։ Բայց եթե չեմ սխալվում, դուք կանխատեսում եք, որ առողջական ապահովագրությունը գնաճի վրա ազդեցություն չի ունենալու։ Չէ, մենք չենք ասում, որ ինքը չի ունենալու բացարձակ տենց հայտարարություն, ես կարծում եմ մենք չենք արել, որ առողջապահական ապահովագրության ներդրումը ընդհանրապես գնաճի չի բերելու։ Մենք ասել ենք բարձր գնաճային զարգացումների ռիսկը մենք կանխատեսում ենք, որ ցածր է, այսինքն այն, որ կարա հանգեցնի բարձր գնաճի, մենք էլի կանխատեսում ենք, որ այդպես պիտի չլինի, որովհետև մեր գործընկերների կանխատեսումների համաձայն կառավարության եւ առողջապահության նախարարության սցենարը հետեւյալն է, ինտեգրվում էր ամբողջական ծառայությունների ցանկը մեկ գնորդի ձեռքերում, մեկ գնորդի կողմից ու ինքը ստանում էր շուկայական որոշակի դոմինացիայի հնարավորություն, որի արդյունքում են ապրանքները, օրինակ դեղորայքը, որը որ պիտի ձեռք բերվեր, դեղորայքի գնի որոշակի նվազում պիտի լիներ։ Մենք գնացել ենք այդ սցենարով, այսինքն մեր կանխատեսումները հիմնվում են այն առարկայական կարծիքների վրա, որը որ մենք ստանում ենք ոլորտի մասնագետներից։